Վերաքննիչ բողոք են ներկայացնելու Սամվել Կարապետյանի պաշտպանները նրա կալանքը մեկ ամսով երկարաձգելու դեմ։ Անցած շաբաթ ավելի քան 20 ժամ հակակոռուպցիոն կոմիտեն քննել էր մեղադրող կողմի միջնորդությունը կալանքը երկարաձգելու որոշում կայացրել։ Լավ, ինչի համար պետք է կալանքը երկարաձգվեր։ Այդպես էլ այդ հարցի պատասխանը չտրվեց, թեև մենք նույնիսկ ուղիղ նման հարցադրումներ էլ տալիս էինք գործընկերներից հետ միասին։ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու և տնտեսական բնույթի հանցանքների փողերի լվացման համար։ Սակայն վերջին երկու մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել ու 30 օրով կալանքը երկարաձգվել է հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու ունենալու եմ անմիջական մասնակցություն հայտնի հարցազրույցում արած հայտարարության համար։ Հենց միայն այդ մեղադրանքի համար է, այդ մեկ նախադասության համար է, որտեղ Սամվել Կարապետյանը պարզապես ասել էր, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Այդ նախադասության համար է, որ 120 օրից ավելի է ինչ կալանավորված է։ Եվ դատարանը գտավ, որ հենց այդ մեղադրանքով պետք է ոչ թե 2, բայց 1 ամսով երկարաձգի կալանքը։ Վարդևանյանի խոսքով դատարանը Կարապետյանի կալանքը երկարաձգել է իբր հաշվի առնելով ռիսկը, թե բարերարը ազատության մեջ լինելով հնարավոր է թաքնվի, օրինակ Հայաստանում ինչ-որ մի երկրի դեսպանատանը։ Այստեղ դատարանը արձանագրել է, որ Փաստաբանը աբսուրդ է համարում դատարանի այս դիրքորոշումը, նկատում հունիսի 17-ին, երբ վարչապետի բացահայտությունով իրավապահները գրոհել էին Կարապետյանի տունը, նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար Սամվել Կարապետյանը ինքնակամ ներկայացավ քննչական մարմին։ Եվ դա իրավաբանորեն արձանագրված է։ Հիմա հարց. Եթե անձը ունենում է ցանկություն թաքնվելու, ո՞րն է ավելի լավ պահը, քան երբ դու գիտես, որ քո նկատմամբ ապօրինի հետապնդում է սկսվելու, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը Facebook-ի միջոցով դա արդեն ազդարարել է։ Վարդևանյանը վստահ է, բարձր ատյանում փոշիանալու է հակակոռուպցիոն դատարանի առաջ քաշած վարկածը, թե ազատության մեջ Կարապետյանը կարող է թաքնվել։ Այդ թաքնվելու ռիսկի վերաբերյալ, որը ներկայացվել է դատական ակտում, այնպիսի հակափաստարկներ են առկա, որ դրանք պարզապես զրոյանալու են։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Քաղաքական հետապնդման դասական օրինակ է այս գործն, ասում է փաստաբանը։ Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք կալանքի, այսպես ասած, տոտալ կիրառման դեպքերով, սա նաև հակամարդասիրական է։ Հակամարդասիրական է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող առանց որևէ ապացույցի այս գործի շրջանակներում Սամվել Կարապետյանին 120 օրից ավելի կալանքի տակ պահել է։ Կարապետյանի պաշտպանական խմբի օտարերկրյա ներկայացուցիչները զարմացած են, որ հարուցված քրեական գործով շուրջ 5 ամիս է կալանավորված է բարերարը, ասում է Վարդևանյանը։ Նրանք շուտով հայտարարություն են անելու։ Աշխարհահռչակ իսկապես փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը եւս ներգրավված է փաստաբանական թիմում եւ իր մասնակցությունը ունենում է եւ կարծում եմ այն հրապարակային հայտարարությունները եւ գնահատականները, որոնք ներկայացվելու են առաջիկայում, չափազանց կարեւոր են լինելու։ Սամվել Կարապետյանի գործով 52 քննիչ է ներգրավված ու 5 ամիս է չեն կարողանում ավարտել նախաքննությունը։ Դատարանից պահանջում են կալանքը երկարաձգել։ Էդգար Ղուշչյան, Նորայ Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։